Հայաստան են ժամանել Ադրբեջանի պետական քաղաքականությունն առաջ տանող ադրբեջանցի գործիչներ։ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում մեկնարկել է հայ-ադրբեջանական կլոր սեղան քննարկումը քաղաքականության կամուրջ նախաձեռնության շրջանակներում։ Առաջին կադրերը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների երկրորդ այցն է Հայաստան։ Այս անգամ հայ-ադրբեջանական այսպես կոչված սահմանազատված ցամաքային հատվածով են ադրբեջանցիներ ժամանել։ Ի տարբերություն նախորդ այցի, այս անգամ ադրբեջանցիների կազմն ավելի ընդգրկուն է։ Օրինակ, ադրբեջանական Մեկ Նյուզ Ազգ կայքի գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան ադրբեջանական պատվիրակության կազմում է, ընդ որում այս կայքն ամենաշատն է գրում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին։ Պատվիրակության մյուս անդամը Ռաուֆ Ագամիրզաևն է, տրանսպորտի հարցերով փորձագետ է։ Նա թվային զարգացման և տրանսպորտի նախարարության առընթեր հանրային խորհրդի անդամ է։ Ադրբեջանագետն այս մասնագետի այցը կապում է TRIP-ի շուրջ քննարկումների հետ։ Վերջին շրջանում տարածաշրջանում TRIP-ի շուրջ ստեղծված քննարկումները, առհասարակ պրոցեսները բավականին ակտիվ փուլ են մտել։ Կարծում եմ, որ այս մասնագետի ներկայությունը այստեղ հատկապես կարևորվում է հենց լոգիստիկ տրամաբանության շրջանում քննարկումներ անցկացնելու ուղղությամբ։ Կարապետյանը նկատում է ադրբեջանական պատվիրակության մեջ չկա իրավապաշտպան։ Ադրբեջանը հաճախ է խոսում հումանիտար խնդիրների մասին, Արցախյան առաջին պատերազմում իրենց ձևակերպմամբ անհետ կորածների վերաբերյալ։ Իհարկե պետք է նշեմ, որ բավականին տարակուսելի այն հանգամանքը, որ այս 19 հոգանոց պատվիրակության կազմում չկա որևէ իրավապաշտպան, որի հետ հնարավոր կլիներ քննարկել հումանիտար ոլորտում առկա խնդիրները, եւ օրինակ ադրբեջանական կողմը եւս պարբերաբար խոսում է իր, այսպես ասած, հումանիտար խնդիրների մասին, շեշտում է ինչպես անհետ կորածների հարցը, ինքն է նշում 90-ականների թվականներից եւ այլն, եւ կարծում եմ, որ իրեն եւս պետք է որ շահագրգռված լինեին այստեղ ունենալ իրավապաշտպան։ Նախորդ անգամ ադրբեջանական պատվիրակության այցին հաջորդեց հայկական պատվիրակության այցը Բաքու։ Հայկական հասարակությունում այս այցերը միանշանակ չեն ընդունվում։ Հանրությունը դեռ ամբողջապես չի ընկալում սկսված գործընթացը։ Ադրբեջանում էլ է այդպես։ Ադրբեջանագետի խոսքով իրենց հասարակությունն ավելի լավ է ընդունում Հայաստան այցերը, քան հայերի Բաքու այցը։ Տոլերանտության մակարդակը հայ հասարակության մոտ բավականին ավելի բարձր է, քան ադրբեջանական հասարակության, նաև ադրբեջանցիները այստեղ շատ ավելի հեշտ են գալիս, քան հայերը գնում են Ադրբեջան, եւ հասարակությունների շրջանում այդ վստահության մթնոլորտը իրականում հայ հասարակության մոտ այս պահին մի փոքր ավելի շատ է, իրենք հեշտ են այլևս ընկալում ադրբեջանցիներին Հայաստանում։ Լրագրողներ, ՀԿ նախագահներ, ադրբեջանական կառավարությանն առընթեր կառույցների ներկայացուցիչներ եւ այլն։ Ադրբեջանական պատվիրակությունն այստեղ է լինելու մինչև կիրակի, քննարկման օրակարգը սակայն դեռ գաղտնի է պահվում։ Սեդա Մակարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։